Պատրաստ ես։ Պարոն Հարությունյան, Արգիշտի Մեխակյանի կողմից արդեն խախտումներ են իրականացվել, ինչ կասեք այս առումով, որովհետև Նարեկ Մանթաշյանը գրել էր, որ ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊԱ-ական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելի սահմանները, ինչ կասեք։ Մենք մեր քարոզարշավը կազմակերպել ենք օրենքի սահմանում, մենք օրենքի ոչ մի կետ չենք անցել, իսկ մնացած ուժերը, ովքեր որ անցնում են այդ սահմանը, իմ կարծիքով դա մեր խնդիրը չի, դա իրավապահ մարմինների խնդիրն է։ Թող իրավապահները զգոնեն իրենց տեղերում, որ կանխեն այդ ամեն ինչը։ Կարծես թե արդեն կարծիքներ են հնչում, որ վաղար շաբաթում ընտրությունները թեժ են անցնելու եւ թեժ պայքար է լինելու։ Ինչ կասեք այս առումով։ Վաղար շաբաթում ընտրությունները անցնելու են շատ լավ։ Մենք բոլոր վաղաշաբաթցիներին կոչ ենք անում, որ անպայման մասնակցեն, մեր քվեաթերթիկն է համար 4, մեր թիմը երիտասարդության եւ փորձի համադրությունն է, թող մասնակցեն ընտրություններին, կայացնեն իրենց որոշումը եւ թող հաղթի արժանապատիվը։ Պարոն Հարությունյան, դուք վախեր չունեք, որովհետև նայեք, Մերձավանում ընդդիմադիր թեկնածու ընտրվեց եւ սպանվեց, Գյումրիում Վարդան Ղուկասյանը կալանավորվեց, դուք այս առումով վախեր չունեք, եթե դուք ընտրվեք, ինչ է լինելու։ Մենք միանշանակ ոչ մի վախ չունենք, մենք ունենք հզոր թիմ եւ մեր այդ ամբողջ թիմով մասնակցում ենք այս ընտրություններին, ոչ մի վախի մթնոլորտ չկա մեր մեջ։ Կարծում միջև ընտրությունները իշխանությունը այսօրվա որևէ քայլեր կձեռնարկի, որպեսզի ձեզ խանգարի, խոչընդոտի կամ արդեն եղել են այդպիսի քայլեր։ Ես նմանատիպ քայլեր, որ այս պահին, որ մեզ խոչընդոտում են, այս պահի դրությամբ չունենք, իսկ ընթացքում ժամանակը ցույց կտա։